Հիմա ձեզ մի գաղտնիք բացեմ։ Նոր տարվա գիշերը ձմեռ պապը կայցելի ձեզ։ Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը տարին ամփոփում է ամանորյա մանկական գունեղ երաժշտական ներկայացմամբ։ Փոքրիկ հանդիսատեսը կհետևի ձնեմարդու ամանորյա արկածներին։ Չարգայլն ու Ագրավը գողանում են Ձյունիկի ամանորյա նվերները, նաև առևանգում նապաստակի ձագերին։ Հեքիաթում սակայն ինչպես միշտ բարին հաղթում է։ Ներկայացումը փոքրիկներին հիշեցնում է ընկերության, միասնության ու արդարության կարևորության մասին։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր ներկայացումը բարության մասին է, հոգատարության մասին է, ընտանիքի մասին է, հա, նապաստակների ընտանիքը, որ անուշ, գեղեցիկ, սիրող ընտանիք են։ Երեխաները կարծում եմ հեքիաթը իրենց հետ կտանեն այն ջերմ ու գեղեցիկ հիշողությունը, որ մենք բեմից իրենց կնվիրենք։ Իմ կերպարը իբրև բարի, բայց նպատակային ուզում է գողանալ նապաստակներին, որովհետև ինքը միս է սիրում, ինքը մսակեր է։ Հեքիաթ է եւ փորձում ենք տարբեր ձևերով ներկայանալ եւ Գայլը փաստորեն պատրաստվում է չարություն անել Ագրավի հետ միասին, բայց երեխային սովորեցնում ենք այն բանով, որ յուրաքանչյուր չար կերպար կարող է բարիանալ։ Ի վերջո բարին է հաղթում եւ սերն է հաղթում։ Տարվա ընթացքում շուրջ 4000 հանդիսատես են ընդունել, մանկական 2 ներկայացման առաջնախաղ ունեցել, աշխատել են նաև դպրոցական աբոնեմենտային ծրագրով հյուրընկալելով աշակերտներին։ 2025 թվականը բավականին արգասաբեր էր Բոհեմ կամերային թատրոնի համար, ունեցել ենք եւ հյուրախաղեր, եւ փառատոնների մասնակցություն, եւ պրեմիերա, տարբեր հյուրախաղեր ենք ունեցել, դա եղել է տարբեր քաղաքներում հանրապետության, այնուհետեւ մայիս ամսին հրավիրվել ենք Ռուսաստանի Դաշնության անապակ քաղաք հյուրախաղի, հետո մասնակցել ենք փառատոններին, ունենանք հարթակ բացօթյա ներկայացումների համար նախատեսված, դա ընթացիկ մեր պլանների մեջ է եւ անպայման պիտի ունենանք եւս մեկ բացօթյա ներկայացում, որովհետեւ մենք կտրվածքով զգացինք, որ հանդիսատեսը մեծ պահանջարկ ունի այլ ինտերակտիվ ներկայացումների, ոչ դահլիճային պայմաններում։ Եթե 2025-ին թատրոնն ավելի շատ աչքի ընկավ մանկական ներկայացումներով, ապա 2026-ին կունենան 2 պրեմիերա մեծահասակների համար, կատակերգություն եւ դրամա ժանրերում, որոնք կբեմադրեն հրավիրյալ ռեժիսորները։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։